Դու տեսել ես որ կարելի կարի հետ համերաշխավորել։ Ոչ մի դեպքում։ Չեմ հավատալ ոչ մի բան։ Երբեք հայ ադրբեջանցու հետ համերաշխարի, այս սովետական միության ժամանակ էլի համերաշխարի։ Մեդով ասել է թող ինքը կան Ադրբեջան ապրիլ ընտանիքում։ Մեզի պետք չէ։ Նա կեզոր խաղաղություն ասում, այնտեղ իրեք մուսուլմանական պետություն հավաքում են, ոնց մշակեն ու Հայաստանին վերացնեն։ Այդ ի՞նչ խաղաղություն է։ Անհնարին է։ Ադրբեջանի հետ ոնց կարող խաղաղություն հաստատել ցավոտ։ 94 թվականից ծնված տղա եմ, 94 թվականից պատերազմը սկսել եմ միջև այսօր ոնց կարող Ադրբեջանի հետ խաղաղություն ունի։ Չի կարող լինի, անհնարին է։ Իսկ կարող է նոր պատերազմ հրահրել։ Հնարավոր է, խի չի հնարավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ամենայն դեպս եթե մտածեք նոր պատերազմ չլինի խաղաղություն հաստատեք, դա էլ չի լինի։ Ավելի լավ է պատերազմ լինի, չեմ խաղաղություն լինի, որովհետև այդ խաղաղությունը չի տանելու խաղաղության, պալիբոմը պատերազմ անելու։ Ներսի պատերազմ լինելու, որը որ ավելի ցավոտ է, անելու չեմ անես պատերազմը։ Եթե Ադրբեջանը համաձայնի այնինչ որ մենք կպահանջենք, այդ ժամանակ այո, ապա թե ոչ։ Իսկ պատերազմի վտանգ ձեր կարծիքով այժմ կա։ Ոչ։ Չեմ կարծեր։ Որովհետև ադոնք ամեն ենթադրություններ են, որ ժողովրդին կխաբեն։ Ադրբեջանը խաղաղության պատրաստ չի եւ հնարավոր չի որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի մեզ հետ, նույնիսկ եթե կնքի դա կեղծ կլինի, ադրբեջանցիներին վստահել չի կարելի։ Կարծում եմ, որ պատերազմի վտանգ մասնակի կա, այսինքն առանձին շրջաններում մեր սահմանյան, ինչ որ պես ընդունենք Երևանում գուցեև չլինի, բայց սահմանի շուրջ հնարավոր է, որ պատերազմական վտանգ կա։ Պատերազմ կլինի, ինձ թվում է լինելու է հենց այդ Սյունիքի համարազիժան։ Այնտեղ ճիշտ է շատ լավ կռված տղաներ ունեն, ես լավ ընկերներ ունեմ, նրանք փողը չեն էլ տա։ Հաթող ստեղա սենց չի, կռվելու են, մինչև վշտ պիտի կռվենք, հերիք եղավ, այս ինչ է մեր ազգը, աշխարհի բոլոր անկյուններում սփռված։ Խելամիտ մարդը միշտ է խաղաղության կողմը, բայց դա պիտի լինի արժանապատիվ, չի կարող միակողմանի միան զիջելով ամեն գնով թուղթի վրա այսպես կոչված խաղաղություն, որը անգամ ներկա այսպես կոչված բանակցությունները նշումները անգամ չկա, որ նման ուղիով են գնում։ Պատերազմը տարբեր ձևեր կա, միայն գրակոչները չի, պարզակրակոչները կա եւ չի բացառվում որ ապագայում նոր ավելի զորավոր գրակոչներ չլինեն կամ ուրիշ սահմանամերձ շրջաններ չգրավեն, բայց մենք պատերազմի մեջ ենք, իրականության մեջ ենք պատերազմի մեջ ենք մեր գոյատևման համար։ Առաջիկայում հնարավոր չի։ Եթե տարիներ է պետք։ Ամեն արթնանալուց փառք եմ տալիս Աստծուն, ասում եմ չկա։ Մի բանի անընդհատ պատկերացրեք ինչքան դժվար է մարդու համար, երբ որ ամեն օր սպասվելիք այդ վտանգի բանը ներսը զգում է։ Այս պահին չկա, որովհետև այն ինչ որ կատարվում է, ասում եմ որ չի լինի պատերազմ, բայց ամեն ինչ հնարավոր է, մեկ էլ այնտեղ մեկի ֆազերը գցեց։ Վերջո, եթե դուք դուրս գաք Հայաստանից, կտեսնեք, որ բոլոր երկրները իրար հետ խաղաղություն են հաստատում, սկսում են իրար հետ շփվել, իրականում ժողովուրդները մեղավոր չեն, իրականում բարությունն է հաղթում։ Պետք է այդ օրը գա, բայց նայած թե ինչ հանգամանքներում եւ ինչ պայմաններում։ Պատերազմի վտանգ միշտ կա։ Ցանկացած նորմալ երկիր պետք է պատրաստ լինի միշտ պատերազմի։ Իրեն հարգող, իրեն պետություն համարող ազգ ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի։ Ցանկացած գնով ոչ։ Ադրբեջանը չի ընդունում Հայաստանին։ Նա Հայաստանը համարում է արևմտյան Հայաստան, արևմտյան Ադրբեջան։ Եթե մի երկիր համարում է քո ինքնիշխան հողերն իրան, նրա հետ ոնց կարելի է հարմարվել։ Իսկ այդ թուղթը, որ կոչվում է խաղաղության թուղթ, խաղաղության,
ֆիկցիա է, միշտ էլ կա։ Հիմա նայած խոշոր պետությունները ինչ վերաբերմունք ունեն ուրա գնում աշխարհը, ինչ գլոբալ շահեր կա եւ այլը, այդ առումով խուսանավում է, էլի։ Չէ, ցանկացած գնով չէ։ Ադրբեջանցիներին Հայաստան գալը չեմ կարծում դա ռեալ է, իսկ սահմանադրությունի փոփոխության մասով կարամ ասեմ, որ ոչ, որտեղ մեր սահմանությունից ոնց որ մեր պաշտոնյաներն են ասում, ոչ մի առանձնապես իրանց հողերի հանդեպ մենք բաներ չունենք, էլի, այտենց։ Իմ կարծիքով բոլոր երկրները ունեն այսօր պատերազմի վտանգ։ Ընտելանալ նրանց հետ խաղաղ ապրելը չես իմանում։ Ինչ կլինի հետևից դանակում, մի քիչ դժվար է։ Դուս ասում եմ, դուս ոչ մի հատ ասենք այնպես խնդրեմ չի բան եղե, բայց ներսիկու ստեղ չեմ, դեռ բան չի, պատերազմ այդ կամ չէ, քանի բանա ինքը Ալիևը ռիսկ չի անի։ Ռիսկ չի անի պատերազմի, հələ որ։ Մենք առավոտը որ արթնացել ենք, ամենից առաջ ուզացել ենք հասկանանք, որ սահմանում ինչա տեղի ունենում։ Էնպես չի, որ եթե խաղաղություն ա լինում, պետք է թուլանանք եւ ընդհանրապես դրա մասին էլ չմտածենք։ Հասկանում եք, դա միշտ մտածելու թեմա է, բայց դա չպիտի լինի մեր երազանքը, դա պիտի լինի մեր իրականությունը։ Պատերազմի մտանք ցանկացած երկրում ցանկացած ժամանակ կա։ Էնպես չի, որ հիմա կա 6 տարի առաջ չկար, 10 տարի ավելի առաջ չկար։ Պատերազմի վտանգ բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում կան։ Դա ոչինչ չի նշանակում։ Ես համաձայն չեմ այդ դրույթներին, այդ ասածներին, խաղաղության պայմանագիրը կնքվելուց հետո անմիջապես առևտուր անել, չգիտեմ, սա այս абսուրդի ժանրից է երևի կամ այլ մոլորակից են եկել, ես չեմ հասկանում ուղղակի պահվածքը, խաղաղություն, ինչ գնով, մեր զոհերի գնով, թե նորից զոհեր դարու։ Ոչ։ Սման դի ոչ մի լավ բանի չի բերի։ Իսկ համարում եք, որ պատերազմի վտանգ կա։ Ճիշտ ընդհանրապես տենց չեմ կարելի ասեմ, չեմ հետաքրքրվում, որ մի ասեմ, ուղղակի չեմ ուզենա այս թեմայով որևէ բան էլի ասեմ։ Չեմ պատկերացնում համատեղ ապրել կամ որևէ ձևով առնչություն այդ ոնց որ ազգի հետ, եթե դա այդպես կարելի է անվանել։ Առհասարակ խաղաղությունը միֆ եմ համարում այս պարագայում։ Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով մշտապես ցանկանում է ոնց որ կործանել երկիրը եւ հայերին առհասարակ։ Իսկ պատերազմի վտանգ տեսնում եք։ Միանշանակ իհարկե տեսնում եմ։ Մեր երեխաներին կոտորել են, այսքան թշնամությունից հետո չի կարելի ներել։ Ասում են բարձրաստիճանավորները, որ ներեք, բայց ճիշտ ներենք, այժմի պապիկը տատիկը հենց 15 թվականին դեղից եկել են։